Բարի օր, եթերում օպերատիվ ժամն է։ Այս թվարկման մեջ տեղգտած կարևոր իրադարձություններին ծանոթացեք նախ համարում։ Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստում որոշվել է 2 ծառայողի նկատմամբ կիրառել ծառայության դադարեցում, 3 ծառայողի նկատմամբ խիստ նկատողություն կարգապահական տուժերը։ Ամփոփվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ իրականացրած աշխատանքների արդյունքները, գնահատվել առկա միտումները։ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի, նախաձեռնվել է քրեական բարույթ։ Ներքին գործերի նախարարության ներքին կարգապահության ապահովման հիմքում յուրաքանչյուր դեպքով օբյեկտիվությունն ու պատշաճ արձագանքն է, միաժամանակ հանրության առջև թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստում որոշվել է 2 ծառայողի նկատմամբ կիրառել ծառայության դադարեցում, 3 ծառայողի նկատմամբ խիստ նկատողություն կարգապահական տույժերը։ Ներքին գործերի նախարարության ներքին կարգապահության ապահովման հիմքում յուրաքանչյուր դեպքով օբյեկտիվությունն ու պատշաճ արձագանքն է, միաժամանակ հանրության առջև թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հունիսի 29-ին։ Նիստը նախագահել է ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Տիգրան Ենոքյանը։ Մասնակցել են փրկարարծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության պետը, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարողը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում ուսումնասիրվել եւ քննարկվել են ոստիկանության 5 ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները։ Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովը փաստական հանգամանքները վերլուծելուց հետո որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց ոստիկանության 2 ծառայողի նկատմամբ կիրառել ծառայության դադարեցում, իսկ ոստիկանության 2 եւ փրկարարծառայության 1 ծառայողի նկատմամբ խիստ նկատողություն կարգապահական տույժը։ Ըստ ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը կհարկադրի կանգ առնել եւ կստեղծի խոչընդոտ հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս կանոնի խախտումը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի 5000 դրամի չափով եւ տուգանային 1 միավորի կիրառում։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օրինական եւ ապօրինի շրջանառության կանխարգելման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Ամփոփվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ իրականացրած աշխատանքների արդյունքները, գնահատվել առկա միտումները։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Բարսեղյանի նախագահությամբ հունիսի 30-ին ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների եւ հոգեմետ հոգեներգործուն նյութերի օրինական եւ ապօրինի շրջանառության կանխարգելման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Նիստի շրջանակում ամփոփվել են թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ պատասխանատու գերատեսչությունների իրականացրած աշխատանքների արդյունքները, գնահատվել առկա միտումները։ Անդրադարձ է կատարվել իրավապահ մարմինների կողմից իրականացվող օպերատիվ հետախուզական եւ կանխարգելիչ միջոցառումներին, թմրամիջոցների հայտնաբերման եւ առգրավման գործելակերպին, ինչպես նաեւ հանցագործությունների բացահայտման ընթացքին։ Առանձնակի ուշադրություն է դարձվել փոստային եւ մաքսային ուղիներով թմրամիջոցների ապօրինի ներմուծման դեպքերին, նոր տեսակի սինթետիկ թմրամիջոցների տարածման ռիսկերին, դրանց հայտնաբերման եւ հակազդման մեխանիզմներին, ինչպես նաեւ գաղտնիք հնչական գործողությունների իրականացման ընթացքում ծագող խնդիրներին։ Մասնակիցներն անդրադարձել են նաև գերատեսչությունների միջև համագործակցության ամրապնդման, իրավապահ եւ մաքսային մարմինների փոխգործակցության զարգացման, ինչպես նաև իրազեկման եւ կանխարգելիչ միջոցառումներին։ Քննարկվել են նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված հետագա քայլերն ու առաջարկները։ Մասնակցում էին ներքին գործերի նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, գլխավոր դատախազության, պաշտպանության, առողջապահության եւ արդարադատության նախարարությունների, ինչպես նաև հակակոռուպցիոն, քննչական եւ պետական եկամուտների կոմիտեների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները։
Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հրամանով բարեկային ծառայության կրտսեր բարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումներ ներկայացրած ծառայողների մասնագիտական կարողություններն ու հնարավորությունները ստուգելու նպատակով ձևավորվել է խորհրդատվական կարծիք տրամադրող հանձնաժողով։ Հունիսի 30-ին բարեկային ծառայության Երևան քաղաքի եւ մարզային ստորաբաժանումների 34 կրտսեր բարեկ մասնակցել է հարցազրույցի։ Խորհրդատվական կարծիք տրամադրող հանձնաժողովը նախագահել է ներքին գործերի նախարարի օգնական Արթուր Խուդինյանը։ Հանձնաժողովը գնահատել է կրտսեր բարեկների կատարողական ցուցանիշները, ստացած խրախուսանքները, կարգապահական տուժերի վերաբերյալ տվյալներն ու առաջխաղացման տեսանկյունից նշանակություն ունեցող այլ հանգամանքներ, ինչի հիման վրա էլ կձևավորվի խորհրդատվական կարծիքը։ Ամռան ամիսներին ավտոմեքենայի սրահում ջերմաստիճանը կարող է հասնել 60 աստիճան եւ ավելի։ Այդպիսի պայմաններում որոշ իրեր տաքանալով կարող են պայթել կամ դառնալ հրդեհի պատճառ։ Հիշեք, ավտոմեքենայի տաքացած սրահում չի կարելի թողնել էլեկտրոնային սարքեր, հեռախոս, համակարգիչ, power bank, պլանշետ։ Շոկը վնասում է մարդկոցը, ինչը կարող է դառնալ պայթունի կամ հրդեհի պատճառ։ Կրակայրիչ, բարձր ջերմաստիճանից այն կարող է պայթել։ Ավտոխնամքի միջոցներ, յուղեր, քիմիական նյութեր, դրանք շոկից կարող են այրվող գոլորշիներ արձակել։ Օծանելիք, սփրեյ, դեզոդորանտ, բարձր ջերմաստիճանից դրանք կարող են պայթել։ Պլաստիկ շշեր, արևի ուղիղ ճառագայթների տակ դրանք կարող են առաջացնել խոշորացույցի էֆեկտ եւ դառնալ հրդեհի բռնկման պատճառ։ Ապակյա շշերով ալկոհոլային եւ գազավորված ըմպելիքներ, դրանք շոկից ու պարունակության ճնշումից կարող են պայթել։ Ջերմության նկատմամբ զգայուն իրերը չպետք է թողնել մեքենայում, նույնիսկ մի քանի րոպե։ Կարևոր է իմանալ նաև, որ արևի տակ մեքենայի սրահի ջերմաստիճանը փակ ապակիների պայմաններում ընդամենը 20-30 րոպեում կարող է բարձրանալ մինչև 50-ից 70 աստիճան։ Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի Հրշեջ փրկարարական ջոկատի ծառայողները բազմիցս են համոզվել, որ յուրաքանչյուր ահազանգ հերթական փորձությունն է, որտեղ սխալվելու իրավունք պարզապես չկա։ Իսկ հաջողության գաղտնիքը թիմային աշխատանքի, փոխադարձ վստահության եւ մշտական պատրաստականության մեջ է։ Մասնագիտական բարձր պատրաստվածության, արագ արձագանքման եւ նվիրված ծառայության շնորհիվ Գորիսի Հրշեջ փրկարարական ջոկատի առաջին խումբը 2025 թվականի արդյունքներով ճանաչվել է լավագույնը։ Մարդկային կյանքեր փրկելիս վճռորոշ է ամեն վայրկյանը, իսկ նրանք, ովքեր առաջինն են հասնում դեպքի վայր, պարտավոր են լինել օպերատիվ, համարձակ ու անվրեպ։ Խոշորամասշտաբ հրդեհներ, ճանապարհատրանսպորտային պատահարներ, դժվար անցանելի վայրերում ու ձնաբքի մեջ արգելափակված քաղաքացիների եւ մեքենաների դուրսբերում որոնողափրկարարական աշխատանքներ։ Այս ամենը փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի Հրշեջ փրկարարական ջոկատի ծառայության անբաժան մասն է։ Մասնագիտական բարձր պատրաստվածության, արագ արձագանքման եւ նվիրված ծառայության շնորհիվ ջոկատի առաջին խումբը 2025 թվականի արդյունքներով ճանաչվել է լավագույնը։ Տարվա ընթացքում փրկարարները բազմիցս են համոզվել, որ յուրաքանչյուր ահազանգ հերթական փորձությունն է, որտեղ սխալվելու իրավունք պարզապես չկա, իսկ հաջողության գաղտնիքը թիմային աշխատանքի, փոխադարձ վստահության եւ մշտական պատրաստակամության մեջ է։ Լավագույնի կոչումը նրանց համար ոչ միայն պատիվ է, այլև առաքելությունը մեծ նվիրումով շարունակելու հանձնառություն։ Խմբում ընդգրկված են գիտակից, դեպքը սպասարկելու համար իրենց գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները ճշգրիտ օգտագործող ծառայողներ։ Մեծ մասը անցել է կամավորատեստավորում, խելացի են, որոնց հետ հեշտ է թե ղեկավարել անձնակազմը, թե դեպքը սպասարկել։ Մասնագիտական հմտությունների շարունակական զարգացումը ջոկատի գործունեության հիմքում է։ Պարբերաբար կազմակերպվող գործնական վարժանքների ու դասընթացների նպատակն է ժամանակի մարտահրավերներին առավել արդյունավետ ու համակարգված արձագանքելու համար կատարելագործել անձնակազմի կարողություններն ու թիմային աշխատանքը։ Մեր կարողությունների զարգացման համար պարբերաբար մասնակցում ենք դասընթացների փրկարարական պարանային, որը մեզ օգնում է առօրյայում բարդ իրավիճակներում կատարել փրկարարական աշխատանքներ։ Ջոկատի հրամանատարը վստահեցնում է անկախ իրավիճակի բարդությունից եւ վտանգի աստիճանից, խումբը մշտապես պատրաստ է դիմակայելու ցանկացած մարտահրավերի։ Ծառայության ընթացքում եղել են դեպքեր, երբ վտանգի առաջ կանգնել են նույնիսկ իրենք փրկարարները եւ ունեցել օգնության կարիք, սակայն դա երբեք չի կոտրել նրանց կամքը եւ չի ստիպել նահանջել։ Ընդհակառակը յուրաքանչյուր դժվարություն դարձել է նոր ուժ եւ պատասխանատվություն շարունակելու պայքարը մինչեւ վերջ, անել հնարավորն ու անհնարինը մարդկային կյանքեր եւ ճակատագրեր փրկելու համար։ Խումբը արձագանքել է բավականին դժվար դեպքերի եւ պատահարների։ Մեծ դեպքեր ենք ունեցել
Ձմեռային ժամանակաշրջանում, որի ժամանակ խումբը ամենագնաց մեքենայով արգելափակվել է ձյան մեջ, բքի պայմաններում եւ թվով 6 փրկարարներ քաղաքացիների հետ, որոնք փրկարարները հանել էին արգելափակված մեքենաներից, ժամեր շարունակ մնացել էին ձնաբքի տակ, ամբողջ ուժերը եւ միջոցները կարողացել են կենտրոնացնել ինչպես եւ մեր անձնակազմին, այնպես էլ արգելափակված քաղաքացիներին դուրս բերելու նպատակով։ Ամենօրյա ծառայությամբ, մասնագիտական պատրաստվածությամբ եւ կյանքեր փրկելու հանձնառությամբ Գորիսի Հրշեջ փրկարարական ջոկատի առաջին խումբը շարունակում է պատվով իրականացնել իր առաքելությունը։ Ամեն նոր ահազանգ նոր մարտահրավեր է, իսկ յուրաքանչյուր փրկված կյանք ծառայությունը շարունակելու ամենամեծ շարժառիթը։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ եւ գործողությունների փոխլրացմամբ Բագրևանդ թաղամասի տարածքում ստեղծել են հանցավոր կազմակերպություն եւ իրականացնում են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչության եւ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից իրականացվել է անակնկալ խուզարկություն, մանրամասները տեսանյութում։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ եւ գործողությունների փոխլրացմամբ Բագրևանդ թաղամասի տարածքում ստեղծել են հանցավոր կազմակերպություն եւ իրականացնում են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցավոր խմբի անդամների ինքնությունները, նրանց քանակն ու աշխատանքային գրաֆիկը։ Պարզվել է նաեւ, որ տարածքի պահպանությունն իրականացվում է տարբեր անձանց կողմից, նպատակ ունենալով սահմանափակել օտար մարդկանց մուտքը տարածք։ Ստացված տվյալների համակողմանի վերլուծության եւ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքների հիման վրա քննչական կոմիտե է ներկայացվել հանցագործության մասին հաղորդում, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հունիսի 15-ին քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչության եւ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից իրականացվել է անակնկալ խուզարկություն։ Հայտնաբերվել եւ արգրավել են նախաքննության համար էական նշանակություն ունեցող մի շարք առարկաներ ու փաստաթղթեր, այդ թվում թվային կրիչներ, ձեռագիր գրառումներ, օտարերկրյա պետությունների նույնականացման քարտեր, ինչպես նաեւ բջջային հեռախոսներ ու օտարերկրյա հեռախոսահամարներ։
Գործողությունների ընթացքում ենթադրյալ հանցագործներից մեկը հայտնել է, որ շինություններից մեկի երկրորդ հարկում պահում է 2 հրազեն։ Նրա մատնանշած վայրում հայտնաբերվել են 2 ատրճանակ, դրանց համար նախատեսված փամփուշտներ, որոնք սահմանված կարգով առգրավել, փաթեթավորվել եւ կնքվել են հետագա վարույթային գործողությունների շրջանակում փորձաքննության եւ անհրաժեշտ այլ քննչական գործողությունների իրականացման նպատակով։ Նշված անձը ձերբակալվել է։ Ներկայումս քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությունն ակտիվորեն համագործակցում է Եվրոպական միության անդամ պետությունների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների հետ ենթադրյալ հանցավոր գործունեության, դրա իրականացման մեխանիզմների, ինչպես նաեւ դրանում ներգրաված անձանց վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելու, դրանք վերլուծելու եւ նախաքննություն իրականացնող մարմին փոխանցելու նպատակով։ Անցնող շաբաթվա քրեական մյուս բացահայտումները մեկ տեսաշարով։ Թմրանյութ ապօրինի պահելու եւ իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողներն իրացրին հունիսի 23-ին։ Առավոտյան ժամը 6:50-ին Մայրաքաղաքի Գարեգին Հովսեփյան փողոցում ոստիկանները ձերբակալեցին 35-ամյա տղամարդու եւ 44-ամյա կնոջ։ Իրենց վարած ավտոմեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին բաժին։ Toyota Magnus-ի մեքենան կնքվեց պահպանվող հատուկ տարածքում։ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 25-ին մեքենան խուզարկվեց։ Հայտնաբերվեց ընդհանուր 49 գրամ մարիխուանայով լցված 30 փաթեթ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Համայնքային ոստիկանության վաղարշաբաթի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի Պրոշյան փողոցի բնակիչ 59-ամյա մի տղամարդ ապօրինի աճեցնում է կանեպ։ Հունիսի 26-ին ստուգման նպատակով համայնքային ոստիկաններն այցելեցին տղամարդուն եւ բակում ակնհայտ տեսանելի մասում նկատեցին մշակված կանեպի բույսեր։ Վաղարշաբաթի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Նույն օրը կատարված զննությամբ իրավապահները տղամարդու բակում հայտնաբերեցին մշակված կանեպի 107 թուփ։ Հետագա միջոցառումների արդյունքում հունիսի 29-ին 59-ամյա տղամարդը ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգվածով 3 փաթեթ, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 70 գրամ էր։ Ըստ տղամարդու իր աճեցրած կանեպից պատրաստած մարիխուանան անձնական օգտագործման համար էր։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի մի բնակիչ ապօրինի պահում է զենգզինամթերք, թմրամիջոց, նաև ձեռքբերում եւ իրացնում է կեղծ ալկոհոլային խմիչք ու անակցիչ ծխախոտ։ Հունիսի 17-ին նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում նույն փողոցում գտնվող Արմավիր քաղաքի 53-ամյա բնակչի վաճառքի կետում կատարվել է զննություն։ Հայտնաբերվել է 16 դեղահաբ, սվինդանակ, նաև առանց ակցիզի 24 շիշ կեղծ օղի, տնային պայմաններում պատրաստված օղիով եւ կոնյակով լցված պլաստիկ 120 շիշ ու 12246 տուփ առանց դրոշմանիշի ծխախոտ։ Հետագա միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ դեղատոմսով նշանակվող դեղամիջոց դիազեպամը 53-ամյա տղամարդուն իրացրել է նրա 47-ամյա համակարգացին։ Նույն օրը 53-ամյա տղամարդը ձերբակալվել է, ներկայացվել Արմավիրի մարզային քննչական վարչություն ու տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած հերթական տեղեկությունն իրացրին հուլիսի 2-ին։ Համագործակցելով Մայրաքաղաքի պարեկների հետ քրեական ոստիկանները մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոց ձեռք բերելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալեցին երևանցի 3 տղամարդու՝ 31, 38 եւ 50 տարեկան։ Վերջինիս վարած ավտոմեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Chevrolet Magnus-ի մեքենայում հայտնաբերվել է 4 կգ 200 գրամ մարիխուանա, որն ըստ նախնական տեղեկության տղամարդիկ պետք է իրացնեին։ Տղամարդիկ ներկայացվել են քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննչական գլխավոր վարչություն։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունած։ Ազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մարաշտոցի փողոցայով։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Շաբաթվա կարևորները այսքանին, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։ Կառավարությունն իրազեկում է
Հրդեհները շրջակա միջավայրի կենսանվտանգությանը սպառնացող մարտահրավերներից են, որոնց առաջացման պատճառները գլխավորապես մարդկային անուշադրության արդյունք են։ Հաճախ մարդիկ չգիտակցելով բացասական հետևանքները, գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ այրում են խոզան ու բուսական մնացորդները, նպաստելով հողի որակական հատկությունների կորստին, բուսական եւ կենդանական աշխարհի ոչնչացմանն ու մթնոլորտային օդի աղտոտմանը։ Խոզանների այրումը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում է խոնավությունը, նպաստում հողում եղած օրգանական նյութերի կայքայմանը, նվազեցնում է հողի բերիությունը, նպաստում է թոքերում քաղցկեղի առաջացմանը, առաջացնում է հաստ, ցավ կրծքավանդակում եւ շնչառական խանգարումներ, ոչնչացնում է միջատներին, սողուններին, մանր կաթնասուններին, խոչընդոտում է սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը եւ բույսերի սերմերի տարածումը, ինչը կարող է հանգեցնել տեսակների անհետացման կամ դրանց պոպուլյացիաների նվազեցման, ազդում է էկոհամակարգի ինքնավերականգնման հատկության վրա։ Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք խոզանների այրում կատարելուց, պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 112 հեռախոսահամարին։ Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծացել է անտառներում եւ խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման եւ տարածման վտանգը։ Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է վառել խարույկներ չնախատեսված վայրերում։ Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում, շրջապատելով խարույկը 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով։ Բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, ծխել եւ օգտվել բաց կրակից, վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում, կատարել չոր խոտի, խոզանի այրում, թողնել քսայուղով, բենզինով, կերոսինով եւ այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր եւ այլն։ Հարգելի քաղաքացիներ, պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները, հոգ տարեք շրջակա միջավայրի կենսաբազմազանության մասին, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին։